Հարգելի պարոն Փամբուխչյան, հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ Կասկադ համալիրի վերակառուցման ծրագրի հետ կապված օրերս ստացել ենք կառավարության համաձայնությունը, որով հաստատվել է ներկայացված ներդրումային ծրագիրը, եւ այս համաձայնության ստացմամբ ըստ էության ծրագիրը մտնում է գործնական փուլ։ Դրանից հետո մեր անելիքները հանգում են հետևյալին, ներկայումս մենք բանակցում ենք ներդրող ընկերության հաստատված ներդրող ընկերության հետ պայմանագրերի կնքման շուրջ, որոնցով կկարգավորվեն Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցապատման, ինչպես նաև հարակից հողամասերի օտարման հետ կապված հարաբերությունները, հաջորդիվ կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում արկա փոսորակում, որը որ առաջացել է նախորդիվ սկսված շինարարական աշխատանքներից եւ անավարտ մնացած շինարարական աշխատանքներից հետո այդտեղ արկա հիմքերի քանդման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի այդ հատվածում նախագիծը իրականացնել եւ արդեն զուգահեռաբար կսկսենք քննարկել նախագիծը կրթության մշակույթի նախարարության հետ, որպեսզի համապատասխան ընթացակարգերը ապահովելուց հետո ունենանք նրանց կողմից եւս հավանություն ներկայացված էսքիզի վերաբերյալ եւ կարողանանք անցնել ճարտարապետահատակագծային առաջադրանքի կազմանը։ Զուգահեռաբար աշխատում ենք նախագծող ընկերության հետ տեխնիկական առաջադրանքի մանրամասնեցման եւ ամբողջական նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում կազմելու ուղղությամբ։ Այս պահին այսքանը։ Շնորհակալություն։ Հաջորդ։ Հանձնարարական համար 110 ներկայացվեց։ 109 չկար այսօր 109-ի հետ կապված նորագյուղ թաղամասի վերաբերյալ նույնպես մենք երկարատև բանակցություններից հետո կառավարության հետ տևական քննարկումների արդյունքում համաձայնության ենք եկել այն կառուցակարգի շուրջ, որի միջոցով պետք է իրականացվի տվյալ թաղամասի վերակառուցման ծրագրի ներդրողի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սրան հետևում է համապատասխան կառավարության կողմից քաղաքապետին համապատասխան լիազորություն վերապահելու մասին կառավարության որոշման ընդունումը, որի նախագիծը արդեն իսկ մի անգամ շրջանառել են կառավարության համապատասխան մարմինների շրջանակում եւ դրա հիման վրա արդեն այս ծրագրի իրականացնող ներդրող ընկերության հետ, ձեռքբերող ընկերության հետ կսկսվեն բանակցությունները քաղաքապետարանի եւ ներդրողի միջև պայմանագրի բովանդակության շուրջ, ինչպես նաև համապատասխան տարածքում գերակա շրջանաչելու մասին կառավարության որոշման նախագծի պատրաստումը եւ շրջանառումը։ Ըստ էության այս երկու ծրագրերն էլ ներկայումս անցնում են գործնական փուլ եւ կարող ենք ասել, որ երկուսի իրականացման կապակցությամբ ունենք մեծ առաջընթաց։